Բարև ձեզ, Ինստաֆեսի այս թողարկմանը դիտեք։ Փաշինյանն ընտրություններից առաջ փոխում է խաղի կանոնները, Սամվել Կարապետյանի հետ բանավեճը սրվում է։ Վախենում եմ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ։ Թե ինչա լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ։ Անդրանիկ Քոչարյանի որդու չծառայելու մասին հարցը հունից հանել է падգամավորին։ Չէ, իմ տղան շատ բարձրակարգ տղա է քո պահմամբ։ Երևանի քաղաքապետի սպառնալից հրահանգը վարորդների եւ ուղևորների միջև վեճերի պատճառ է դարձել։ Դու ոչ մի իրավունք չունես ինձ ասելու վճարի։ Ընտրություններին ընդառաջ Փաշինյան-Կարապետյան հեռակա բանավեճն ավելի է թեժանում։ Վարչապետի պաշտոնին նորից հավակնող Նիկոլ Փաշինյանը, որի առաջնորդած քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ամիսներ առաջ էթիկայի կանոնագիրք էր մշակել, անցնում է վիրավորանքի դաշտ, այս կերպ խախտելով իրենց իսկ ուժի կողմից սահմանած չափանիշները։ Ի տարբերություն իշխող ուժի Սամվել Կարապետյանի թիմակիցներն ավելի զուսպ են։ Սիլոյով մարդ, մի վախեցի Կարապետյանից, ինքը քեզ վատ բան չի անելու, ինքը դուրս գա, երկու բան ունի քեզ ասելու։ Կարապետյանից չվախենալու հորդորին Փաշինյանը սուր էր արձագանքել։ Կալուգացի Սամվել իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ։ Ախր ոնց չվախենամ։ Վախենում եմ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ։ Նարեկ Կարապետյանը ստիպված էր եղել պատասխանել Փաշինյանին։ Թե ինչա լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ։ Դա օրինակ վարչապետի խոսի թե ժողովուրդ։ Փաշինյան-Կարապետյան հեռակա վիճաբանությունը սրվեց այս շաբաթ, այն բանից հետո, երբ իշխող ուժը արտահերթ նիստով եւ հրատապ կարգով ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարեց, այդ կերպ արգելելով ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքների անուններում օգտագործել անձնանուններ, պետական եւ տեղական մարմինների անուններ, վիրավորական կամ զրպարտչական արտահայտություններ։ Որևէ տրամաբանություն չկա այն բանում, որ կուսակցությունների մասին օրենքով արգելվի մեկ կուսակցությանը ունենալ անձնանուն իր անվանման մեջ, բայց կուսակցությունների խմբին, մի քանի կուսակցություններին հնարավորություն տրվի, որ նրանք իրենց անվանման մեջ ունենան անձնանուն եւ մեծամասնական ընտրակարգի համամասնականի տակ մեծամասնական ընտրակարգ առաջ տանեն։ Ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ ընտրական օրենսգրքում այս փոփոխությունը անելու պատճառն ըստ ԿՊԱ-ական падգամավորի տեխնիկական վրիպակն է, որը թույլ են տվել դեռ 2 տարի առաջ, երբ ընտրական օրենսգրքի 81-րդ հոդվածի մի նախադասությունը հանելու փոխարեն սխալմամբ պարբերություն են հանել, որով արգելված էր կուսակցությունների դաշինքներին օգտագործել անձնանուններ, պետական եւ տեղական մարմինների անուններ, վիրավորական կամ զրպարտչական արտահայտություններ։ Նպատակ է հետապնդվել բացառապես տեխնիկական բնույթի դրույթի վերացումը։ Ուստի օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության ուժը կորցրած ճանաչում պետք է գնահատել որպես տեխնիկական վրիպակ, որը անհրաժեշտ է շտկել իրավական սահմանված ընթացակարգերով։ Ասում եմ վրիպակ է։ Արդարադատության նախարարությունը այդ նախագծերը վերջում տեսել է, հաստատվել է, ուղարկել է նախագահային վավերացման, բա ինչի այդքան մարդ պարգևավճար տանում լավ աշխատանքի համար, եթե տենց վրիպակ է թույլ տալիս։ Վրիպակ չի։ Ըստ ընդդիմադիրների ընտրություններից 2 ամիս առաջ իշխող ուժը խաղի կանոնները փոխում է Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան կուսակցության պատճառով, որն օրեր առաջ հայտարարեց նոր դարաշրջան եւ միավորված հայեր կուսակցությունների հետ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։ Ընտրական օրենսգրքում այս փոփոխությունն անելը նշանակում է, որ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքն այլևս չի կարող այդ անունն օգտագործել եւ ստիպված է լինելու փոխել այն։ Ընդդիմադիր ամենամեծ քաղաքական մասնակցության հայտ ներկայացրած ուժը արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն դուք օրենք եք ներկայացնում, որը սահմանափակում է եւ արգելում է դա անել լուրջ։ Խորհրդարանում նախագծի քննարկմանը զուգահեռ Ուժեղ Հայաստան կուսակցությունը հրատապ ասուլիսով հանդես եկավ։ Ազգային ժողովի շենքի դիմաց հայտարարեցին փոփոխությունը, որն անում է իշխող ուժը, խոսում է Սամվել Կարապետյանից իրենց վախերի մասին։ Բացա արդյոք ուժեղ իշխանության դիրքն է։
Կարծում եմ, սոցիոլոգիական հարցումները եւ ողջամիտ տրամաբանությունը կհուշի, որ սա վախեցած իշխանության վարքագիծ է։ Ես եվրոպական երկիր չեմ պատկերացնում, որ կենտրոնական ընտրական հանձնաժողով համապատասխան հայտերը ներկայացնելուց ժամեր առաջ, որտեղ կարող եմ նույնիսկ այս ձևակերպումը օգտագործել, ժամեր առաջ ներկայացվի ընտրական օրենսգրքի նման սուբստանտիվ փոփոխություն։ Ինչի եմ օգտագործում սուբստանտիվ եզրույթը, այսինքն հիմնարար բովանդակային, որովհետև Վենետիկի հանձնաժողովը հենց նման վարքագիծը արգելում է։ Խորհրդարանի շենքի դիմաց կեսօրին Կարապետյանի թիմակիցների կողմից իրականացված ակցիային երեկոյան արդեն անդրադարձավ Փաշինյանը։ Հեգնանքով խոսելուց բացի նաև զգուշացրեց, որ Կարապետյանները կարող են զրկվել իրենց միլիարդներից։ Կալուգացի Սամվելը մեզ ասում է փոքրիկ խմբակ, ասեք դուք այսօրվա ձեր հուշկու ակցիան Չակերտավոր ազգային ժողովի դիմացի տեսել եք, մենք ձեր փողերի ապօրինի շրջանառության համակարգը վերջնականորեն հեսափակենք, դուք 3 հոգով եք մնալու, Սամվելը, Նարեկը, Կարենը, կներեք 4 հոգով, որովհետև Կարենից 2 հատ կա։ Փաշինյանը, որի այս հայտարարությունը գնահատվել էր որպես ունեզրկման մասին սպառնալիք, իր խոսքերը վտանգավոր չհամարեց։ Սպառնալիքի որևէ էլեմենտ չկա, որովհետև ես խոսում եմ, ես չեմ ասում, ես խոստանում եմ կամ ես ասում եմ, ես վախենում եմ, որ այդպես տեղի կունենա։ Ինչ եմ վախենում, որովհետև կարծում եմ, որով ձեր նշած անձը այն խոստումները, որ տվել է որոշ շրջանակների, որոնք նաև Հայաստանից դուրս գտնվող որոշ շրջանակների, որոնք որոշակի բան ունեն, լծակներ ունեն նաև իր ունեցվածքի վրա, ակնհայտ է, որ ինքը իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու եւ ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է։ Ընտրություններին մասնակցող դաշինքներին արգելելով օգտագործել անձնանուններ, ըստ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի, իշխանությունը ցույց է տալիս իր անհանգստությունը, որը տվյալ դեպքում ունի Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժից։ Ամենամեծ խնդիրը այսօր իշխանության համար նա է, որ եթե մինչև վերջերս ընդդիմություններ խաղում իր կանոններով, այսինքն ինքը թելադրում էր օրակարգը, ընդդիմությունը ռեակտիվ էր ռեակցիան, այսինքն պրոակտիվ չէր։ Հիմա ռեակտիվ է իշխանության ռեակցիան։ Իշխանությունն է ռեակցիա տալիս ընդդիմադիր տարբեր գործիչների, տարբեր ուժերի հայտարարություններին, գործողություններին, քայլերին։ Հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի առաջադրման ժամկետը սկսվում է մի քանի օրից, ապրիլի 13-ին եւ ավարտվում ապրիլի 23-ին։ Թե ինչ անունով է Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը մասնակցելու ընտրություններին, դեռ չեն հայտարարել։ Փոխարենը կուսակցությունը հաստատել եւ հրապարակել է ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների ցանկը, որում չկա Սամվել Կարապետյանի անունը։ Ցուցակը գլխավորում է նրա եղբորորդին Նարեկ Կարապետյանը։ Բաց հարցերի պատասխանները Ուժեղ Հայաստան կուսակցությունից կտան ապրիլի 11-ին Ազատության հրապարակում հրավիրված միասնության հանրահավաքին։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Անդրանիկ Քոչարյանը հերթական սկանդալային հայտարարությունն է արել։ Այս անգամ падգամավորը չկարողանալով զսպել իրեն, սուր է արձագանքել որդու չծառայելու մասին լրագրողի հարցին։ Ձեր տղաներ չի ծառայում։ Այո, դիմեք գլխավոր դատախազին չծառայելու ընկերը։ Դիմեք, եթե խնդիր տեսնեք։ Ձեր մասով ես ես նայում արդեն տեսնում եմ դուք պետք է չծառայեք։ Ինչ ասեմ։ Ձեր տղաներ չի ծառայում։ Չէ, իմ տղան շատ բարձրակարգ տղա է քո պահմատ։ Ուրիշ։ Այդ Սարգսյանն ասում էր թող բարձրաստիճան պաշտոնյաներ։ Դու նրա գիտելիքների չափ որ ունենաս դու չես ծառայում։ Խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի այս հայտարարությունը սոցցանցերում հարուցել էր մարդկանց դժգոհությունը։ Փաստորեն, Սույն պարոնի կարծիքով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայած բոլոր տղաները սպա, թե զինվոր ցածրակարգ տղաներ են։ Այս տեսակը խարան է ցանկացած ժողովրդի ու պետության ճակատին։ Ստացվում է, որ ծառայողները ցածրակարգ են, հասարակ ժողովրդի որդիները ցածրակարգ են, ել չխոսեմ մեր նահատակված լույս տղաների մասին։ Այս է պլեբեի կոչվածը՝ տգետ, մեծամիտ, ստորակարգ, քաղքենի, որը քաղաքական աթոռներին մոտ գալու իրավունք չուներ երբևէ։
Պարզը չէ, սրանց կարծիքն ու մոտեցումը մեր զինծառայողների մասին։ Քոչարյան Անդրանիկը իշխող ռեժիմի դեմքն ու ցուցիչն է, որը բացահայտում է իշխանության իրական վերաբերմունքը բանակի ու զինծառայողների նկատմամբ։ Ու ոնց կարող է զինվորին ցածրակարգ համարող մեկը զբաղվի բանակի հարցերով։ Տարվա մարդը միշտ զինվորն է։ Ստացվում է, որ իշխանությունների տրամաբանությամբ հայրենիքի պաշտպանությունը ցածրակարգ զբաղմունք է։ Այս մոտեցումը վիրավորական է բոլոր այն տղաների համար, ովքեր այս պահին կանգնած են սահմանին։ Պատգամավորի հայտարարությունը քննադատել էր նաև իշխանական թևը։ Առողջապահության նախարարը, որի երկու որդիները ծառայության մեջ են, Facebook-ում ցավ էր հայտնել Անդրանիկ Քոչարյանի կողմից թույլ տված իր ձևակերպմամբ անզգույշ արտահայտության համար։ Հայոց բանակում ծառայում են մեր արժանավոր ու լուսավոր տղաները, ովքեր նախընտրում են իրենց պարտքը հայրենիքի առաջ տալ նաև մինչև իրենց ուսումնառությունը։ Բանակում ծառայելը պատիվ է եւ կյանքի մեծ դպրոց, որը այլ բանով չի փոխարինվի։ Սոցցանցերում բարձրացված աղմուկից հետո իշխանական Անդրանիկ Քոչարյանը ստիպված էր եղել ներողություն խնդրել իր որդու բանակում չծառայելու պատճառի մասին հարցին տված պատասխանի համար։ Զինված ուժերում ավագ որդուս կողմից ծառայություն չանցնելու մասին լրագրողի հարցին իմ պատասխանով նպատակ ունեի ընդգծել, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որքան են արժևորվում կրթությունը եւ գիտական գործունեությամբ զբաղվելը, որ անձանց, ովքեր ունեն պետության իրենց գիտական ներուժով ծառայելու պատրաստակամություն, տրված է նման հնարավորություն։ Ցավում եմ, որ պատասխանս տարակարծությունների եւ շահարկումների տեղիք է տվել, ինչի համար ներողություն եմ խնդրում։ Անդրանիկ Քոչարյանի ներողությունը սակայն չէր հանդարտացրել կրքերը։ Պատգամավորից պահանջում էին վայր դնել մանդատը։ Ես պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանն եմ։ Շուրջ 25 տարի ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Պահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից վայր դնել պատգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից։ Ներողությունները բավարար չեն։ Ոչ թե ներողություն պետք է հնչեր, այլ անմիջապես պաշտոնազրկում պետք է տեղի ունենար, քանի որ բերանից դուրս եկածը պատասխանատվություն է ենթադրում։ Իր ղեկավարած ինստիտուտը նման ձևով վարկաբեկելը ներողությամբ չես քավի։ Այդ ներողություններին պետք է հետևեն ձեր հրաժարականները, ձեր աթոռներից պոկվելը։ Հայաստանը բազում աղետների մեջ է գցել, հիմա էլ կործանման եք տանում, բայց ճոխ կերակրատաշտակից չեք ուզում հեռանալ։ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը զայրացրել էր նաև պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին։ Որդեկորույս Դավիթ Ամալյանը Facebook-ում բազմամակ էր գրել ուղղված Անդրանիկ Քոչարյանին։ Ընդհանրապես չվիրավորելով ձեր տղային, ոչ էլ կասկածի տակ դնելով նրա միգուցե բարձրակարգ լինելը, ասեմ, որ Վարդանս բարձրակարգ գրում էր արձակ ժանրում, նաև հեռանկարային բարձրակարգ բռնցքամարտիկ էր, բայց ես հիմա իրան տեսնում եմ բարձրակարգ երկնային կյանքում, չցանկանալով որևէ ծնողի, այդ թվում նաև ձեզ տեսնել իմ կարգավիճակում, թեպետ ցավում եմ, որ բախտակիցներս թվով հազարներ են կազմում։ Ներողություն խնդրում են սխալի համար, մեղքն ապաշխարում են, աղոթեք Աստծուն եւ Աստված ձեզ կփրկի թշնամու կողմից ստեղծված եւ ղեկավարվող ՔՊ-ից, պարոն Անդրանիկ Քոչարյան։ Չասածներս կթողնեմ լռության մեջ։ Մինչ Անդրանիկ Քոչարյանը իր որդու չծառայելը բացատրում է նրա գիտությամբ զբաղվելու փաստով, Պաշտպանության նախարարությունից տարիներ առաջ Երևան Today լրատվամիջոցին հայտնել էին, թե պատգամավորի որդին տարկետում ստացել է ինչպես կրթական, այնպես էլ առողջական հիմքերով։ Անդրանիկ Քոչարյանի որդին միակ չծառայածը չէ իշխանական վերնախավում, նրանցից շատերը տարբեր հիմքերով ազատվել են զինվորական ծառայությունից, այդ թվում Նիկոլ Փաշինյանը։ Երևանի քաղաքապետի շաբաթվա սկզբին արված հրահանգը, թե վարորդները պետք է մասնակցեն ուղևորցի վճարման հավաքագրման մեջ, կռիվ է գցել հանրային տրանսպորտի վարորդների եւ ուղևորների միջև։ Չկա պենսիոներ, ու ընդհանրապես քշելու համար է։ Կալեսի։ Հետևով իմ մտեք իպսո։ Որ չվճարեք չեմ ասել, ես բանը ոչ չենք վճարելու եւ նստելու ենք եւ դու ոչ մի իրավունք չունես ինձ ասելու վճարի։ Տրանսպորտում այս երկու միջադեպն էլ վերջին օրերին է պատահել։ Վարորդների եւ ուղևորների միջև վիճաբանությունների պատճառը քաղաքապետ Ավինյանի հրահանգն է։ Նա երկուշաբթի օրն էր դժգոհել, որ հանրային տրանսպորտի վարորդները չեն մասնակցում ուղևորցի հավաքագրմանը։ Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանը բարկացել էր, բանը հասել էր սպառնալիքներին։ Հավաքագրումից Պարոն Կիրակոսյան նաև կախված է արտաժամյայի վճարումները։ Ուզում եմ սա շատ հստակ
եւ ուղիղ եթերով ասել, որովհետեւ չի կարող լինել մի իրավիճակ, երբ որ մենք մեր բոլոր աշխատակիցներին, մեր բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժայմաններով եւ իրանք որևէ կերպ որևէ process-ին չեն մասնակցում, մասնավորապես հավաքագրման process-ին չեն աջակցում։ Ավինյանի այս հայտարարությունը սոցցանցերում մեծ աղմուկ էր բարձրացրել։ Մարդիկ քննադատում էին քաղաքապետին, որ նա վարորդներին ստիպում է զբաղվել մի բանով, որը նրանց պարտականությունը չէ։ Տրանսպորտի ուղևորցի սակագինը թանկացրած քաղաքապետը հավանաբար լավ չի հասկանում, որ վարորդի գործառույթը սահմանափակվում է տրանսպորտային միջոցը վարելով, ինչն էլ սահմանված է աշխատանքային պայմանագրում։ Վարորդները պետք է գիտակցեն, որ պահանջն ապօրինի է, որևէ մեկը չի կարող ստիպել, որ առանց այդ էլ խցանումներով լի մայրաքաղաքում եւ այսպիսի լարված երթևեկության մեջ վարորդը կատարի նաեւ տեսուչի գործառույթ։ Այս աբսուրդի դեմ իրենց իրավունքներին տեր կանգնող քաղաքացիները բախվում են Ավինյանի ապօրինի հրահանգները կատարող որոշ վարորդների կողմից անօրինական քայլերի։ Խնդրանք բոլոր վարորդներին, դուք սահմանված կարգով միայն իրավասու եք վարել տրանսպորտը ու վերջ, մի տրվեք ՔՊ-ի շանտաժին։ Քիչ թե շատ զարգացած երկրներում վարորդներն ավտոբուս են վարում, ոչ թե ուղևորցի հարց լուծում ամեն երկրորդ կանգառում լեզվակռվի բռնվելով ուղևորների հետ։ Նոր հեծանիվ պետք չէ հորինել, ուղղակի անհրաժեշտ են հատուկ այդ գործի համար աշխատող հսկիչներ, որոնք ոչ թե շաբաթը կամ ամիսը մեկ են շրջում քաղաքով, այլ ամեն օր ըստ ռիսկայնության ընտրում են գծեր ու ուղղություններ եւ ուժեղացված հսկողություն իրականացնում։ Քաղաքացիները պատմում են, որ անցնող շաբաթվա ընթացքում տրանսպորտի վարորդները բացել են միայն առջևի դուռը, որ ուղևորները տոմսով չվճարելու տարբերակ չունենան։ Երևանի ավականու ազգային առաջընթաց խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը գրել է. Ես 259 ավտոբուսում եմ եւ այստեղ կռիվ չկա, որովհետեւ արձերն է վճարը։ Այնինչ Երևանյան ավտոբուսների աշխատանքը ստրեսի բուն է դարձել։ Առաջինը՝ ուշ են հասնում, որովհետեւ ամեն կանգառում ավելի երկար են կանգնում, մինչեւ բոլորն առաջին դռնից բարձրանան, թե ինչի էինք փող ծախսում ու նաեւ մյուս դռների մոտ սարքեր տեղադրում, պարզ չէ։ Երկրորդ՝ ով առջևի դռան մոտ շուտ հասավ, նա էլ նստելու տեղ կգտնի, իսկ քանի որ ես առանց հերթ մարդկանց հրելով ներս խցկվելու բնավորություն չունեմ, շանսերս նստելու 0-ին մոտ են։ Երրորդ՝ լեզվակռիվ, ագրեսիա ամենուր է։ Ինչպես հարամել երևանցիների կյանքը 2026 Երևան հեղինակ քաղաքացիական պայմանագիր։ Քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանի համոզմամբ քաղաքային իշխանությունը հիմա հնձում է այն, ինչը ցանել է 1.5 տարի առաջ, երբ բարեփոխման անվան տակ բարձրացրեց տրանսպորտի սակագինը։ Կար հնարավորություն պահպանելով սակագինը բարեփոխում իրականացնել։ Իշխանությունները դա չարեցին, գնացին քաղաքացիներից հավելյալ գումար ստանալու ճանապարհով, քաղաքացիներն, ինչպես Գեորգ Ստեփանյանը ճիշտ նշեց, իրենք պարզապես պատասխանում են իրենց այնպես, ինչպես ճիշտ են գտնում, բայց կա նաև մի պարզ տրամաբանական բան, եթե այս իշխանությունները կարողանան համապետական ընտրությունների ժամանակ կրկնել այն օրինակ ինչ իրենք արեցին Երևանում, այսինքն փոքրամասնության ձայներով կարողանան պահպանել իշխանությունը, ակնհայտ է, որ այս մարդիկ հաջորդիվ գնալու են այն քայլին, որի մասին անցյալ տարի ասում էին, այսինքն շեշտակիորեն բարձրացնելու են ուղևորավարձը։ 1 տարուց ավելի է, ինչ Երևանի ավտոբուսներում, տրոլեյբուսներում եւ մետրոյում վճարումներն իրականացվում են միայն անկանխիկ եղանակով։ Այս ընթացքում Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել հանրային տրանսպորտում։ Ըստ քաղաքապետարանի ծառայության նպատակը ոչ թե ուղևորցը հավաքագրելն է, այլ ուղևորցը չվճարած քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելը։ Ինստաֆեսի այս թողարկման համար առանձնացրել էինք այսքանը, շնորհակալություն։